չունենք բացի անատամ հայտարարություններից ոչինչ։ Ինչով եք սա պայմանավորում Թուրքիային հաջողանալու փորձը, թե այլ բան կա։ Ես չգիտեմ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում անշնորհակալ գործը, որովհետև նրանք կարող են։ Հարցը առաջնային չէ իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ նաեւ։ Դեք որ ասեմ 100%-ով ուրացել են, չէ, հա, կարծես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին է։ Պարոն նախագահ, հայտարարեցիք ձեր տարիներ շարունակ այրել են գրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են, ինչով եք սա բացատրում։ Ես նոր ասացի, որ ինչ էլ դրանք անեն, ինչ էլ ասեն, միևնույնն է, մեր ժողովրդի 80%-ը ասելու է, որ նրանք դավաճան են։ Պարոն նախագահ, Այնպես որ նրանց ասացի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է։